Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ես մի ձեր ծրագրի մասին եմ ուզում խոսել, իմ տպավորությամբ այդ ազդեցություն թողել է Սփյուռքի երիտասարդ դեսպան, որովհետև նաև ազգային ժողովում ենք առիթ ունենում երիտասարդների հետ հանդիպելու, որպես կանոն իրանք լինում են իրենց համայնքի առավել ակտիվ շրջանակից։ Եվ երբ որ մենք հիմա նայում ենք վերջին շրջանում, վերջին 2-3 տարում Սփյուռքի հայտարարությունները, Սփյուռքի արձագանքը հայաստանյան իրավիճակին, այսինքն Հայաստանի վարող քաղաքականությանը ինքը էականորեն փոխվել է, պարոն Սեմենյան։ Եվ քանի որ ես նույն այդ երիտասարդների հետ երբ որ հանդիպում եմ, իրանց բան ես ասում, դու իրանց Հայաստանից հասկանում ես, որ այն ինչը իրանք այդ իրանց երկրներում այլ քարոզչության տակ լսել են, դա լրիվ այլ է, ինչ որ մենք այստեղ հողի վրա ասում ենք եւ անում ենք, եւ ես վստահ եմ այդ երիտասարդ դեսպանները վերադառնալով իրենց համայնքներ, այդ իրենց ակտիվ դերակատարությամբ իրանք փոխում են Սփյուռքի այդ ակտիվ շրջանակի մտածելակերպը, չգիտեմ, վերաբերմունքը Հայաստանի վարած քաղաքականության նկատմամբ։ Պարոն Գաբրելյան, իրականում եթե մեր աշխատանքների մի քիչ ավելի խորապես նայենք, դա բացահայտ երևում է, որ մենք կենտրոնանում ենք երիտասարդների հետ աշխատանքի վրա, դա դիտավորյալ է եւ նաեւ բխում են իրատեսական գնահատականից, որը մենք շուտ կարողացանք տալ Սփյուռքում, այսպես բարեհոգեբանական վիճակին, անկեղծ կարող եմ ասել, որ երիտասարդների հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ է եւ շատ ավելի պետականությանը նպաստելու միտում ունի, դա հստակ է, դա բացահայտ է, որովհետեւ իրենք չեն տառապում այդ անցյալ, չգիտեմ, կոմպլեքսներով եւ շատ ավելի իրատեսորեն են նայում Հայաստանի այսօրվան եւ վաղվան։ Եվ իրոք չեմ կարող գովեստ տենց բավական խոսքեր ասեմ երիտասարդ դեսպան ծրագրին, որովհետև սկսելուց առաջ չենք պատկերացնում, որ այդքան արդյունավետ կլինի, բայց այսօր մենք եթե տեսեք համայնքում կան հին մանավանդ կառույցներ, որոնք չեն ուզում այսպես հաշտվել հայաստանյան այսօրվա իրականության հետ եւ փորձում են նույնիսկ խոշինդոտել ցավոք տարբեր պետական, չգիտեմ, աշխատանքներին, ապա մեր երիտասարդների հետ մենք որևէ նման խնդիր չունենք եւ մենք նաեւ ունենք գործընկերներ այնտեղ այսօր արդեն մի ցանց իշնորհիվ մասամբ նաեւ մի ծրագրի, որը ընդհանրապես սկսել ենք 5 տարի առաջ եւ մինիմալ ռեսուրսներով։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել ծրագրի մեր մասնակից բոլոր Սփյուռքի երիտասարդ դեսպաններին, նրանց մի զգալի հատվածը նաև Facebook-յան տիրույթում ինձ ընկերներ են, ես ինչի եմ սա վստահությամբ ասում, որտեղ ես տեսնում եմ իրենց արձագանքը, ես տեսնում եմ իրենց մեկնաբանությունները սոցիալական ցանցերում, իրենց տարածած նյութերը եւ ես հասկանում եմ, որ Հայաստան այցելության ծրագրի շրջանակում հանդիպելով պետական պաշտոնյաների հետ, տեսնելով Հայաստանում իրավիճակը, իրենք շատ լավ հասկացել են։ Ես ուզում եմ ասել, որ նաև դեպք ա եղել, որ այցելուներից այդ դեսպաններից մեկը, Սփյուռքի երիտասարդ ծրագրով մոտավորապես այսպես էր ասում, ուղիղ չէ, բայց իրանց մոտ տպավորություն է, որ իրական Հայաստան նշանակում է Թուրքիայի տակ գտնվող Հայաստան, եւ երբ որ այդ քննարկումների արդյունքում ինքը լսում է, տեսնում է, թե ինչ է դա նշանակում, տեսնում է, թե Հայաստանը ինչ պայմաններում է ապրում եւ ինչի է ձգտում, եւ հիմա այդ նույն մարդու գրառումները եւ տարածած նյութերը ես որ տեսնում եմ, հասկանում եմ, որ իրազեկումը եւ ճիշտ աշխատանքը տվել է իր նշանակություն։ Ավելին ասեմ, որ մի քիչ էլ հետ գնա կարող է տեսնեք, չգիտեմ, 10 տարի առաջ ինքը լրիվ այլ կերպ էր մտածում, հիմա լրիվ այլ կերպ է մտածում եւ սա ինձ թվում է ամենակարևոր ձեր գրասենյակի նախագծերից մեկը։ Այն մեկն էլ չեմ թերագնահատում, որ գալիս են աշխատանքով այստեղ եւ իրանց մեծ մասը մնում է Հայաստանում։ Դա հայրենադարձության կտոր է, բայց նաեւ պետքա չմոռանանք, որ միևնույնն է 100%-անոց հայրենադարձություն չեն կարող ունենալ, հաշվի առնելով այդ մարդիկ այնտեղ, չգիտեմ, ընտանիք ունեն, աշխատանք ունեն եւ մեր նպատակը Սփյուռքի այդ ակտիվ հատվածին Հայաստանի Հանրապետության չեմ ասում, տեսեք, քաղաքական ուժի Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը համահունչ քաղաքականություն եւ լոբինգ իրականացնեն իրենց երկրներում եւս մեկ անգամ շնորհակալ եմ այդ ակտիվ երիտասարդներին։ Պարոն Գաբրելյան, կնեք ուզում եմ մարտից օկտոբեր ես ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ բոլոր ձեր հանձնաժողովի անդամներին, որոնք այդ երիտասարդներին ամեն տարի ընդունում են սեպտեմբեր ամսին ավանդաբար, այս տարի կարծեմ օգոստոսի վերջին են գալու։
Այո, եւ իրոք պետական պաշտոնյաների ազգային ժողովի մեր падգամավորների հետ հանդիպումը որակական ազդեցություն է թողնում իրենց տպավորությունների վրա եւ մի բան էլ նշեմ, որ երբեւե երբ որ դուք այցելում եք արտերկիր, եթե մենք տեղյակ լինենք կանխավ, մենք մեր երիտասարդ դեսպաններին, դուք կարող եք իհարկե ուղղակիորեն դիմել որևէ Այսօր գիշեր Բրյուսել ենք մեկնում։ Մենք օրինակ եթե մենք կանխավ մի քիչ իմանայինք, կարող ենք երիտասարդական միշտ հավաքներ կազմակերպենք, հանդիպումներ տեղում արդեն, որ տեսնեք թե այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը ոնց է։ Ես եւ պարոն Եղանը եւ ընդդիմադիր մեր երկու գործընկերները գնում ենք, եթե հնարավորություն լինի, շատ ուրախ կլինենք, կարծում եմ պարոն Եղանն էլ ուրախ կլինի եւ սիրով որպես նաեւ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ առիթ ունենանք, կարծում ժամանակ կգտնենք մենք 1-2 ժամ, եթե երիտասարդները կարողանան սիրով իրենց հետ այնտեղ հանդիպենք, քննարկենք, ներկայացնենք այդ թվում օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները, այս գործընթացը ուր է։ Շնորհակալ կլինեմ։ Մի արագ բան եմ ուզում նշել։ Օգտվելով առիթից հարգելի երիտասարդներ Բրյուսելում գտնվող, եթե լսում եք մեզ, եթե հետևում եք, կարող եք գրել ինձ անձնական նամակով, մենք падգամավորներով ուրախ կլինենք, թեկուզ երեկոյան ժամերին մեր այդ որտեղ այնտեղ պաշտոնական բաներ ունենք, նիստ ունենք, նիստի ավարտից հետո որևէ թեկուզ սրճարանային շատ լավ հատվածում զրուցելու, քննարկելու ուրախ կլինեմ։ Ես ուզում եմ դիասպորա ծրագրի մասը հետ արագ ասեմ, որովհետև տենց մի քիչ ռադարի տակ է նոր է համեմատաբար եւ այդ դիասպորայի ամբողջ տրամաբանություններն էր, որ այն մարդիկ, որոնք դե 3 տարվա է, բայց ինչ է դիասպորան, ով որ չի կարող, ասում է ես չեմ կարող մի տարով գալ Հայաստան, ասեմ, չեմ ֆիզիկապես չեմ կարող լինել Հայաստանում, բայց մասնագետ եմ, ուզում եմ ինչ-որ մի բան անեմ, ասեք ոնց, ում հետ, ինչով օգնեմ, լավ մասնագետ եմ։